Սա շատ գեղեցիկ հեռանկար էր, որ մենք չունեցանք։ Փաշինյանին գահանքեց անելու մի գեղեցիկ ծրագիր ուներ Հովիկ Աղազարյանը, բայց պատիվունեմը չհավանեց Աղազարյան-Ասլանյան քաղաքական զույգի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին։ Շնորհակալ եմ վստահության համար։ Ընդդիմադիր երկրորդ խմբակցությունը, որ հայտարարել էր, թե իրենք պատրաստ են առանց վերապահումների աջակցել վարչապետի ցանկացած թեկնածուի, հիմա կարծում է, որ Մարուքյանը ոչնչով չի տարբերվում Փաշինյանից եւ իրենք չեն ուզում մասնակցել Նիկոլ Փաշինյան երկու գործընթացին։ Էդմոն Մարուքյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, Էդմոն Մարուքյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները կատարած դեսպանը ըստ Աղազարյանի կարող էր կարևոր առաքելություն իրագործել։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան։ Կյանքի կոչելով ընդդիմության երազանքը 4 տարվա տվայտանքներից հետո։ Նիկոլ Փաշինյանը գնում է հանգստանում է 1 տարի, ընդդիմադիրները եւ Էդմոն Մարուքյանը երևի թիվան ձևավորում ներկայանում են ընտրողներին 26 թվականի ցույցերից առաջ իրենց ծրագրերով պետության առաջ ծառացած խնդիրների լուծման կոնտեքստում յուրաքանչյուրը ներկայանում է սահմանադրություն, Մինսկի խումբ եւ այլ ներկայանում է եւ ժողովուրդը 26 թվականի ձևավորում է իշխանություն։ Բայց Աղազարյանին եւ նրա բախտակից Ասլանյանին ծաղրում են նախկին թիմակիցները։ Ալեն Սիմոնյանն էր ասել, որ Աղազարյան-Ասլանյան քաղաքական միությունը ծնեց Մարուքյանին ու այդ ամենին իրենք լուրջ չեն վերաբերվում։ Նիկոլից ավելի Նիկոլ պետք չէ լինել, հակադարձում է ԱԺՆ-նախագահին Հովիկ Աղազարյանը։ Կարծում Ալեն Սիմոնյանը ամենաբարձր աստիճան ունի 2.73 Նիկոլ։ Ասիկ Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի։ Նիկոլին հավասար է 1 Նիկոլի, բայց Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի։ Ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը երբեք չի բացառում, բայց յուրաքանչյուր քայլը պետք է հաշվարկել։ Արմենուհի Գյուրեղյանը նկատում է, որ հիմա իմպիչմենտի հաջողելու համար անհրաժեշտ փողոցի ճնշումը չկա։ Հիմա այստեղից հարց։ Արդյոք Էդմոն Մարուքյան թեկնածուն է, որը պետք է առաջացնի այն հզոր փողոցային ճնշումը։ Էդմոն Մարուքյանը լրիվ Նիկոլ Փաշինյանի այն ասма թելով, ասեղը թելով մարդն է, նա լրիվ նիկոլիզմի գաղափարախոսության կրողն է եղել։ Ընդդիմադիր պատգամավորը նկատում է իմպիչմենտի թեման ոչ այնքան Փաշինյանին հեռացնելու, որքան Հայաստան խմբակցությանը թիրախավորելու համար է։ Բացատրում է Արմենուհի Գյուրեղյանը, Փաշինյանի դեմ պայքարող որոշ ուժերին, նաև ՔՊԱ-ականներին հանգիստ չի տալիս, որ ընդդիմադիր դաշտում ամենաբարձր վարկանիշն ունի հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը։ Իրենք շատ լավ գիտեն, որ ով ավելի մեծ վստահություն ունի հանրության մեջ, որ ուժն է եւ որ թեկնածուն է, որ շատ ավելի եւ փորձառություն եւ վստահություն ունի եւ կարող է երկիր այս վիճակից հանել եւ այդ կերպարի մեջ իրենք տեսնում են Հայաստան խմբակցությանը Ռոբերտ Քոչարյանին, նրա թիմակիցներին, բնական չի որ նրանց են թիրախավորելու, բայելու։ Եթե միանան մեզ Իսկ Աղազարյան-Ասլանյան նորաթուղ տանդեմը վճռական է Մարուքյանով Փաշինյանին հանգստի ուղարկելու հարցում։ Սպասում են ընդդիմության աջակցությանը, իսկ եթե պատիվ ունեմ կամ Հայաստան խմբակցությունները իրենց թեկնածուներին առաջադրեն, միանշանակ մերժելու են։ Կարեն Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։